օրինակ մարդը, որ ինքը երբևիցե կյանքում գիրք գրելու կամ բանաստեղծություն գրելու չի ունեցել հակում, եւ իրան տեղադրել են օրինակ մի անատի երիկամ սիրտ կամ թոք, որը գրող է եղել։ Ինքը սկսում է ինքս իր մոտ առաջանում են սկսում է գրել դրանից հետո։ Ես փոքրուց մեծ սեր եմ ունեցել երեխաների նկատմամբ։ Ես նաև զբաղվում եմ երիկամների փոխպատվաստումով։ Ձեզ շատ հաճախ ոչ թե ասոցացնում են որպես Սերգեյ Բաբլոյանով, որ շատ ընտիր վիրաբույժ է, այլ ասում են Արա Բաբլոյանի տղա։ Ես բացարձակապես չեմ նեղում դրանից, որովհետև ես վերջ-վերջո Բաբլոյանի տղան եմ։ Ու ես ուրախ ու հպարտ եմ, որ իր տղան եմ։ Կլինիկական օրդինատուրայի տարիներին մեկ սեմեստրը կրթության եղել է Լիոն քաղաքում, Ֆրանսիայի։ Տարեկան կարողանում ենք իրականացնել մինչև 24 երիկամի փոխպատվաստում։ 91-ից 95 թվականներին իրականացված երիկամի փոխպատվաստման դեպքերից երկուսի մոտ այդ օրգանները մինչև հիմա գործում են։ Մայրվածքաբանության ազգային կենտրոնում արդեն արվում է, պլաստիկ վիրաբույժները անում են այդ մաշկի փոխպատվաստումներն արցախյան դեպքերից հետո, պայթյունից հետո։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկ Դավիթ Միրզոյանը, ով վերջապես ավարտեց իր բժշկական համալսարանը ու կողմնորոշվեց, որ դառնալու է մաշկաբան, սեռավարակաբան։ Մենք շարունակում ենք մեր հրաշալի տեսանյութերի շարքը եւ հրավիրել ենք մի շատ հետաքրքիր հյուր, մանկական ուրոլոգ վիրաբույժ, բժիշկ Սերգեյ Արայի Բաբլոյանին։ Բարև ձեզ բժիշկ Բաբլոյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մենք վերջապես կարողացանք հանդիպել։ Շատ հաճելի է, ես շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Իրականում ձեր անցած ճանապարհը շատ հետաքրքիր է, դուք շատ լավ ուսուցողական փորձ ունեք բժիշկ ուսանողների, երիտասարդների համար։ Ես կուզեմ սկսեմ ամենասկզբից, ոնց որոշեցիք, որ դառնալու եք բժիշկ, չնայած դա մի քիչ արդեն պարզ է, թե ոնց, բայց ոնց որոշեցիք, որ հենց բժիշկ եք ուզում դառնալ, այլ ոչ ուրիշ մասնագետ։ Որոշում կայացնելը անգամ չեմ կարող հիշել, երբ կայացեի մեջ, որովհետև ես մեր ընտանիքում բժշկից բացի ուրիշ մասնագիտության մարդ չկար։ Պապիկ, տատիկ, հայր, մայր, հորեղբայր, հորեղբոր կին, սենց էլ, այսինքն բոլորը բժիշկ էին։ Ու երևի թե եթե ուրիշ մասնագիտություններ տանը կարող հանկարծ մտքովս անցներ ու պատկերացնել, որ ուրիշ մասնագիտություն է կա, բայց իմ մեջ միշտ եղել է այդ փոքրուց, որ դե պիտի մարդ բժիշկ լինի, ուրիշ բան չի կարող։ Ինչ կարա դառնա։ Ուրիշ ինչ դառնա։ Եվ տենց որոշեցի դառնալ մանկական վիրաբույժ, իմ հոր ճանապարհով անցնել, որովհետև իմ հայրն էլ մանկական վիրաբույժ է եւ հենց օրալոգիայով է զբաղվում։ Ինձ ավելի հոգեհարազատ էր, քանի որ շատ փոքր ժամանակվանից հենց դպրոց ավարտեցի արդեն համալսարանի առաջին տարիներից սկսած, համալսարանական տարիներին հերթապահություններ, այցելություններ, այդ ամառային ձմեռային արձակուրդներին անընդհատ ես գնում էի, մասնակցում էի վիրահատությունների, դեռ չէին թողում, ինձ ասել էին, որ կարիք եք չթողեք ինքը մտնի վիրահատության, որ չի կարելի իրան, հասկանալի ինչա, եւ սերը իմ մեջ մտավ, որ անպայման պետք է ես էլ վիրաբույժ դառնամ։ Ձեր ժամանակ բայց բան էր, մանկաբուժական ֆակուլտետը կար, թե փակվել էր։ Մեր ժամանակ արդեն դեռ չէր փակվել, բայց արդեն իրավունք ուներ, ես ընդհանուր բժշկությունն եմ ավարտել, բայց արդեն անցել եմ արձինատուրան մանկական վիրաբուժություն։ Այդ ժամանակ արդեն փակվել էր։ Այդ ժամանակ փակվեց։ Իսկ օրինակ ձեր համար դժվար չէր ընդհանուր բժշկության հիմքով գալ մանկաբուժություն, բարձ չէր երեխաների հետ աշխատելը։ Ես փոքրուց մեծ սեր եմ ունեցել երեխաների նկատմամբ, ու մինչև հիմա ես չեմ փոշմանել, որ մանկական հենց վիրաբուժությունն եմ ընտրել, չնայած իմ մասնագիտական կարիերայում հենց ստացվեց, որ ես նաև զբաղվում եմ երիկամների փոխպատվաստումով եւ արդեն երիկամի փոխպատվաստման ծրագրում մասնակցելով այնտեղ մեծամասնությունը մեծահասակներ են։ Ինձ համար ասենց ասեմ, չեմ ուզում մեծահասակի վանտերին նեղացնել, բայց ինձ համար ավելի հաճելի է երեխաներին բուժել։ Չէ, բայց միանգամից տեսնում ես իրանց բուժածի արդյունքը։ Երեխան լավ է։ Գիտեք, երեխայի հետ կոնտակտը մի քիչ ուրիշ է, որովհետեւ երեխան ինքը անմեղ է ինքը իրանով, չկա որևիցե, դե ամեն երեխա իհարկե իր բնավորություններ ունի, փոքր ժամանակվանից բոլորս գիտենք դա,
բայց ամեն դեպքում իրանք մաքուր են ավելի, այսինքն իրանց հետ մի կողմից դժվար է կոնտակտը, որպեսզի երբեմն դժվարանում ես հասկանալ ինչ խնդիր կա, ինչ գանգատ ունի, եթե շատ փոքր երեխայի հետ գործ ունես, ընդհանրապես երեխան չի խոսում եւ պետք է ուղղակի մասնագիտորեն ճիշտ կարողանաս կողմնորոշվել այդ իրավիճակում, թե ինչ է ուզում երեխան, ինչն է խնդիրը, ինչից է նեղվում, բայց մյուս կողմից շատ ավելի մեծ էներգիա է ստանում, երբ որ երեխային կարողանում ես օգնած լինես։ Բնականաբար որպես բժիշկ բոլորին օգնելը մեծ էներգիա եւ հաճույք է պատճառում ինձ։ Հա, համաձայն եմ ձեզ հետ։ Իրականում երեխաների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է։ Ես օրինակ վեսել եմ աշխատել իրանց հետ, շատ լավն են, որ քեզ սիրեցին, կսիրեն էլի միջև վերջ, բայց որ հանկարծ մի բան մեջը տեն չեղավ, դուր չեկավ, կյանքում չեն թողի մոտիկ գնաս իրանց։ Շատ հետաքրքիր է լինում, երբ որ մեծահասակ լինում է բաժանմունքում մեծահասակ հիվանդ, որ վիրահատել ենք, եւ այցելություն ենք անում, եւ ինքը սկսում է գանգատվել ինչ-որ մի բանից եւ կողքի պալատում, ասենք 3 ամսական կամ 6 ամսական բալիկա, որին որ գրկած մեկ է գալիս այցել մտնում ենք իրան մոտ, ասում ենք այս երեխան ավելի խելոք է իրան պահում, ավելի հանգիստ է, քան դուք։ Երբեմն լավ է, օրինակը բերում ենք, երեխաները իրականում ավելի թեթև են տանում ամեն ինչը եւ հետագայում չեն հիշում։ Իրանց մոտ նստվածք չի թողում։ Կա տենց բան։ Իսկ մասնագիտությունը, նեղ մասնագիտությունը որպես մանկական վիրաբուժություն, որ ընտրեցիք, ինքը շատ հետաքրքիր, կարևոր եւ ճիշտ մասնագիտությունը, ճիշտ այն առումով, որ բարդ մասնագիտություն, ու ոնց դուք կարողացաք ճիշտ ճանապարհներ գտնեք զարգանալու, առաջ գնալու եւ ուսուցիչների դերի մասին էլ մի քիչ պատմեք, ոնց եղավ որ կարողացաք սովորել, գնալ, վերապատրաստվել եւ այլն, տարձինատուրայի process-ը որ անցակ։ Շատ լավ հարց եք տալիս։ Դե ուսուցիչների առումով ասեմ, որ ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, սկսած թե Արաբկիր բժշկական կենտրոնում, որտեղ որ ես նշեցի համալսարանի տարիներից արդեն ծանոթ էի իրենց հետ եւ իրենց ամեն ինչը, անգամ խոսալը ծնողների հետ, բացատրել ամեն ինչից օրինակներ էի փորձում վերցնել, հասկանալ թե ինչպես է պետք խոսալ ծնողի հետ, ինչպես է պետք մատուցել ինֆորմացիան, որպեսզի ծնողը adekvat ընդունի այդ ամեն ինչը եւ շատ մեծ դեր են ունեցել բոլոր իմ ուսուցիչները, չգիտեմ անուններ, եթե կուզեք կարաք տակ հիշատակեք իրանց։ Անձարավարած իմ առաջի վիրահատությունը, որ ես մասնակցել եմ հերթապահության ժամանակ, եղել է Սպարտակ Ղազարյանի հետ, որը որ ավագ սերունդն էր, անգամ եղել է ինքը իմ հոր ուսուցիչը ժամանակին, երբ հերթապահության ժամանակ, ու ես հերթապահում էի որպես ֆելշեր, այնտեղ օրենք կար, ասել են չթողեք իրան, վիրահատության մասնակցի, շատ հետաքրքիր պատմություն է։ Եվ մեր այդ օրվա հերթապահը Ռոզա Լևոննան էր, կին էր, կրտսեր հերթապահ, որ պետք է իրան օգներ ապենդեկտոմիա անելու, եւ ինքը զբաղված էր ընդունարանով, էսկոմենկոմ վազվզում էր, այսպես ասած, ծանր հիվանդների տենց տարբեր կանչերով էր զբաղված, եւ ես արիթ չկորցեցի, եկա ասեցի Ռոզա Լևոննան ջան, Սպարտակ Հայկովիչին կարամ ես օգնեմ, ասես բայց ինքը շատ խիստ էր Սպարտակ Հայկովիչը ժամանակ, եւ ասես կարող ես իրան օգնել, խնդիր չիրնի, լավ կօգնես, ասեցի ամենանշանակ, բայց կյանքում չէի մասնակցել, ոնց որ վիրաբույժներն ասում, կյանքում չէի լվացվել վիրահատության։ Հիմա կանգնած նայում եմ ինքը ոնց է լվացվում, ինձ ասում դու լվացվել ես վիրահատության, ասում հետո վերջում հասկացա, ասում բայց դու ոնց որ առաջ ասում Սպարտակ Հայկովիչ, բայց մի օր պետք է սկսել։ Սպարտակ Հայկովիչից շատ բան եմ սովորել, Սահակակոպիչ Արաքելյանից, բոլորից կարող բոլորին էլ նշել, մեր ավագ սերունդից Շաքարյան Կարապետ Նիկիտեվիչից, Կարլեն Իվանդիչից, Հոշյան եւ ուրեմն նշեմ իմ հորից, որը որ նույնպես վիրաբույժ է, ուրոլոգ, ոնց ասեցին, գիտեք բոլորը երևի։ Հա, ոնց չգիտենք, ես կակրաս գիտեք, հա, ասեք։ Եվ իրանից էլ շատ բան եմ սովորել, շատ։
ուղղակի չուզեցի առաջին իրան ասել, որ ստացվի կողմնապահություն եմ անում, որովհետև իրականում այդ բոլորը իմ կյանքում, եթե ինչ որ լի մարդիկ կան, որոնց անունը չեմ նշել, բայց վստահ կան շատերը, որոնք որ իմ ուսուցիչներն են, շատ մեծ դեր ունեն իմ կյանքում։ Հա, ես ուզում էի հենց այդ հայրիկի ոնց որ հեղինակության հետ կապված հարց տալ, որովհետև ձեզ շատ հաճախ ոչ թե ասոցացնում են որպես Սերգեյ Բաբլոյանով, որ շատ ընտիր վիրաբույժ է, այլ ասում են Արա Բաբլոյանի տղա, բան, ինքն է։ Բայց երբ որ ես բնականաբար ձեր ուսանողն եմ եղել, տեսել եմ դուք ոնց եք աշխատում, միանգամից հասկանում ես, որ դուք առանձին ինդիվիդուում եք, որ շատ լավ վիրաբույժ է, բայց մյուս կողմից ով որ չգիտի այդ ամեն ինչը, շատ հաճախ կար ասի, դե օրինակ Բաբլոյանի տղաներ դրա համար տենց հիմա այս ամեն ինչի մեջ է։ Ոնց է ձեր մոտ այդ հոգեբանական։ Ես բացարձակապես չեմ նեղում դրանից, որովհետև ես վերջ-վերջու Բաբլոյանի տղան եմ, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ իր տղան եմ, ու ես շատ ուզում եմ, որ ինքը շատ տարիներ ասեմ Բաբլոյանի տղան է։ Ես դրանից բացարձակապես ոչ կոմպլեքսավորում եմ, ոչ նեղվում եմ, ու դա նորմալ է։ Ուզում եմ այդ կարևորությունը ասել, Բաբլոյանի մի կարևոր խորհուրդ, որ ինքը ինձ տվեց, ասես գիտես դու որ ստեղ սովորես մեզնից, դու պիտի սովորես այնքան, ինչքան որ մենք գիտենք։ Ասես դու պետք է մեզ փոքր տարիքից ինձ եւ եղբորս տալիս էին լեզուների, անգլերեն, ֆրանսերեն, հետո մի պահ եղավ ես արդեն ինքս ուզեցի իտալերեն էլ ուսումնասիրեմ, իտալերեն մի քիչ ավելի քիչ գիտեմ, բայց ֆրանսերեն եւ անգլերեն ազատ ես տիրապետում եմ։ Եվ երբ որ արդեն համալսարանում էի սովորում, արդեն տարբեր այդ շարունակեմ նախորդ եւ ձեր հարցի կրթական կրթությունը որտեղ եմ ստացել, սկսած ինստիտուտի համալսարանի տարիներից ես անցել եմ 4 ամսով, 3 ամսով վերապատրաստումներ տարբեր ոլորտներում, օրինակ մեծահասակների վիրաբուժությունում, Շվեյցարիայում կամ սիրտանոթային վիրաբուժության մեջ 2 ամիս նորից անցել եմ Ժնևում վերապատրաստում, հետո արդեն իմ կլինիկական օրդինատուրայի տարիներին 1 սեմեստրը կրթության եղել է Լիոն քաղաքում, Ֆրանսիայի, որտեղ որ աշխատել եմ Դբրուս մանկական հիվանդանոցում, շատ հայտնի եւ շատ հարգված պրոֆեսոր Պիեր Մուրիկանի բաժանմունքում, որը շատ հարգի մանկական ուրոլոգ է, հիմա արդեն թոշակի անցել, բայց ինքը շատ տենց ինքը այն ժամանակ գրքեր կար իր գրածման տենց իր գրքերը հեղինակություն էր, այո։ Եվ արդեն դրանից հետո շատ անգամներ ա եղել, որ ավելի կարճ վերապատրաստումներով տարբեր տեղեր ավելի մասնագիտանամ տարբեր թե երիկամի փոխպատվաստան ծրագրով, թե մանկական ուրոլոգիայով, թե մանկական վիրաբուժությունով, բայց որ պարզ ազնիվ ասեմ, հիմա ես ավելի շատ զբաղվում եմ մանկական ուրոլոգիայով եւ երիկամի փոխպատվաստումներով, եւ սա է ընդհանուր առով։ Իսկ երիկամների ընդհանրապես փոխպատվաստում հասկացությունը հենց Արաբկիրն է Հայաստան բերել, Արաբկիրի կոնկրետ Երևան երիկամի փոխպատվաստումը Ես գիտեմ, որ առաջինը Արաբկիր հիվանդանոցում է արվել, ձեր մոտ է արվել, որ իրական շատ կարևոր է, որովհետև ինչքան կյանքեր են փրկվել, էլի դրա արդյունքում։ Ես կուզեմ այդ process-ը մի քիչ պատմեք, ոնց է իրականացվում, մարդկանց ոնց եք պատրաստում այդ process-ին, պացիենտների այդ աշխատանքը, վիրահատությունը ինքն իրանով, ինչ է իրանից ներկայացնում, օրինական կարգավորումները, որտեղ օրենսդրական էլ շատ հարցեր կան։ Ես չեմ հիշում ձեզ երբ մեր մոտ դուք չենք ունեցել դասում, բայց եթե կետարկրի ես մեծ սիրով ձեզ կհրավիրեմ մասնակցել այդ վիրահատությանը։ Ասեմ, որ ի սկզբանե երիկամի փոխպատվաստում Հայաստանում առաջին անգամ արվել է պրոֆեսոր Միքայելյանի կողմից, շատ հայտնի, որի անունով է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը 85 թվականին։ Այն ժամանակ ծրագիրը սկսել է դիակային փոխպատվաստումների ծրագրով, սակայն շատ զարգացած չեն եղել այն ժամանակ իմունոսուպրեսիվ դեղորայքները եւ արդյունքները ոչ շատ գոհեցուցիչ են եղել։ Ծրագիրը հետո դադարել է, բայց արդեն 88 թվականին, երբ երկրաշարժը տեղի ունեցավ եւ երկրաշարժի հետևանքով գիտեք որ առաջանում են
մի համախտանիշ է, կոչվում է crash syndrome, երբ որ երկարատև հյուսվածքները, մկանները ճզմված մնում են, այսպես ասած, ծանրության տակ, արտադրում են տոքսիններ, որոնք որ վնասում են երիկամները։ Եվ առաջացան ցավոք շատ հիվանդներ, որոնք որ կարիք ունեին երիկամի փոխարինող թերապիայի, եւ այդ ժամանակ անգամ հեմոդիալիզի բաժանմունքներ չկային Հայաստանում։ Սկիզբը ներդրվեց հեմոդիալիզի բաժանմունքը ոչ միայն Արաբկիրում մանկական է ներդրվեց, նաև Միքայելյանի հանրապետականում, Միքայելյանի ինստիտուտում, Էրեբունիում, բոլոր խոշոր հաստատություններում եւ առաջացավ մի իրավիճակ, դա իմ հայրն է այդ շատ ճիշտ հիմնավորում, որ մեծահասակների դեպքում, երբ որ կարող ես հեմոդիալիզով փոխարինել քրոնիկական երիկամային անբավարարությունը եւ մարդը իր շարունակությունը կյանքի կարող է հեմոդիալիզով շաբաթական 3 անգամ ստանալով ապրել իր կյանքը, նույնը չես կարող անել երեխայի մոտ, որովհետեւ երեխայի կյանքը նոր է սկսում ու ինքը չես կարող իրան ասել դու ամբողջ կյանք պետքա դիալիզ ստանաս, որովհետև ինքը դեռ իր կյանք դիմաց շատ խնդիրներ ունի լուծելու։ Եվ այդ ժամանակ մի ծրագիր է լինում, ելի մեր հայ բժիշկների, շատ բարերար բժիշկների մասնակցությամբ ու օգնությամբ մի ծրագիր է ստեղծվում, որը որ կապում է Արաբկիր հիվանդանոցը Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի հետ, որտեղից այդ կազմակերպության միջոցով կոչվում է NAF Nephrology Armenia Flanders, այսինքն ֆլամաններ եւ Հայաստան նեֆրոլոգիա այդպես կազմակերպություն ստեղծվեց, որտեղ որ թե հայերը կային, հայ բժիշկներ եւ թե բելգիացիները։ Եվ Հայաստանից մի մեծ թիմ բժիշկների, վիրաբույժների, անեստեզիոլոգների, նեֆրոլոգների, բուժքույրերի մեկնեցին 89 թվականին Բելգիա սովորելու համար երիկամի փոխարինող թերապիան։ Երբ այդ ծրագիրը կրթական ավարտվեց, վերադառնալով Հայաստան, արդեն ստեղծեցին այս նոր կենտրոնը, որը որ այն ժամանակ կոչվում էր ուրոնեֆրոլոգիական կենտրոն, այն ժամանակ մեր Արաբկիր հիվանդանոցի ընդամենը մի հատ վիրաբուժական կորպուսներ վարձակալության հիմունքով վերցվել եւ ստեղծել են այդ կենտրոնը, որտեղ որ 91 թվականին իրականացրեցին առաջին երիկամի փոխպատվաստումը երեխային դիակային դոնորից։ Այն ժամանակ հարաբերությունը 91 թվականը, գիտեք, Սովետ միության փլուզման տարին էր, դեռ կապերը կար, դեռ ամեն ինչ աշխատում էր եւ հետագա 4 տարիների ընթացքում թվով 20 երիկամ եկան, այսինքն ուղարկվեցին Լենինգրադից այն ժամանակ, Սանտ Պետերբուրգից եւ իրականացվեց թվով 20 երիկամի փոխպատվաստում, որոնցից երկուսը առայժմ գործում են, այսինքն այդ պացիենտներից երկուսը առայժմ ունեն այդ ժամանակ շատ իրականացված փոխպատվաստման արդյունքում իրենց գործող երիկամները։ Եվ արդեն երբ որ մի քիչ ավելի անցավ այն արդեն Սովետ միությունը արդեն անցավ որ մի որոշ ժամանակ արդեն փլուզված էր եւ բոլորս էլ գիտենք որ այդ օրգանները բավական դեֆիցիտ են այսպես ասած բոլոր երկրներում դրանց պահանջը շատ կա եւ արդեն սկսեցին բնականաբար այդ ծրագիրը դադարեց գործել որտեղ արդեն տարբեր պետություններ էին Սովետ միություն չէր եւ ստիպված արդեն ներդրվեց երիկամի փոխպատվաստման ծրագիրը կենթանի դոնորից որը որ իր կոպիտ ասած ռելսերի վրա դրված ծրագիր է որը տարեկան կարողանում ենք իրականացնել մինչև 24 երիկամի փոխպատվաստում։ Հրաշալի թիվը իհարկե բավական մեծ է, քան այն սկզբում, բայց որ պատկերացնեք Հայաստանում 1500-ից ավել պացիենտ կա հեմոդիալիզի բաժանմունքներում, որոնք որ կարիք ունեն երիկամի փոխպատվաստման, որոնցից երևի թե մի 80%-ը հակացություն չունեն երիկամի փոխպատվաստման եւ կարելի է իրանց իրականացնել երիկամի փոխպատվաստում։ Տարեկան միջինում մոտ 100 պացիենտ ավելանում են այդ ծրագրին, այսինքն ցավոք սպասում են, հա, հերթի մեջ։ Հերթ որպես այդպեսին դեռ չկա, բայց կարիք ունեն իրանք։ Կարիք ունեն, հա։ Եվ հենց հիմա շատ ակտիվ
առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում եւ նաեւ մեր միջազգային գործընկերների Անգլիայի Guy's Hospital-ի մասնագետների հետ միասին ծրագիր է մշակվում եւ դեպի առաջ է գնում, որպեսզի օրենքը կա, որտեղ երիկամի փոխպատվաստում դիակային ունենք օրենք, ես գիտեի արգելված է, չէ։ Օրենքը կա, ուղղակի տարբեր չափանիշներ նորմեր կան, չափանիշներ կան, դեռ բացեր կան այդ շրջանում։ Հիմա օրինակ մենք գիտենք, որ կարելի է երիկամի ոչ միայն սա արդեն խոսքը չի գնում երիկամի փոխպատվաստման մասին խոսքը չի, որովհետև երիկամից բացի մենք կարիք ունենք մեր երկրում լյարդի փոխպատվաստման, սրտի փոխպատվաստման, թոքերի տարբեր օրգանների ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման եւ վերջերս միջայլոց ասեմ, որ թե արաբկիր բժշկական համալիրը եւ աստղիկ բժշկական համալիրը նոր ծրագիր դրեցին վերջի 6 տարիների 6-7 տարիների ընթացքում եւ սկսեցինք արդեն լյարդի փոխպատվաստումը ինքը շատ փոքր թվով է իրականացվում տարեկան 1-2 փոխպատվաստում ամեն կենտրոն իրականացրել է 8-ական փոխպատվաստում եթե չեմ սխալվում աստղիկ բժշկական կենտրոնը իրականացնում մեծահասակների լյարդի փոխպատվաստման ծրագիրը արաբկիր բժշկական համալիրը երեխաների բայց մենք շատ ավելի մեծ թվեր կլինի այդ բոլորը ավելի շատ մարդկանց կարող ենք օգնել եթե լինի դիակային փոխպատվաստումը որովհետև մեկ դիակային դոնորից կադավերիկ կարող է 2 հոգի արդեն դիալիզից դուրս գալ 2 երիկամը ամեն երիկամը մեկ մարդու համար կծառայի գիտեք նաև օգտվեմ մարդից որ ես խոսակցություն գտու շատ կարևոր է իրազեկումը շատ անգամ լինում է որ Հայաստանում անգամ բժիշկներ կան անգամ մեծահասակների урологներ կան որ նոր են իմանում որ Հայաստանում երիկամի փոխպատվաստում արվում որը ոչ մի քիչ տարօրինակ է եւ շատ կարեւոր է որ մարդկանց մոտ մի քիչ փոխվի արդեն մտածելակերպը որովհետեւ իրականության մեջ ախտորոշվում է օրինակ ուղղային մահ եւ արդեն ինքը անդարձելի process է մենք բոլորս գիտենք որ եթե մահը կա ուղեղը չունի այդ ռեսուրսը որ վերականգնվի այդ պարագայում արդեն ինքը հավասարեցված է օրենքով ու տենց էլ կա բիոլոգիական մահի ուստի նաև օրենքը չի արգելում դադարեցնել ինտենսիվ թերապիայի բուժումը նմանատիպ իրավիճակում սակայն օրինակ մենք դեռ չունենք թե որ կոմիսիան որ մասնագետները եւ որ հետազոտության ցանկով ինչպես պետք է ախտորոշեն ուղղային մահը այսինքն մենք ունենք թղթի վրա գրված որ կա ուղղային մահ որը որ հավասարացված է բիոլոգիական մահի եւ որ ուղղային մահի ժամանակ կարելի է վերցնել օրգաններ բայց չունենք այդ առայժմ ոչ միտեղ չի ախտորոշվում հիմա պետք է սկսվի այդ process-ը շատ ակտիվ որ եթե կան կասկածելի դեպքեր պետք է համապատասխան հետազոտություններ արվի համապատասխան մասնագետները պետք է ախտորոշեն այդ իրավիճակը ուղղային մահը եւ որից հետո արդեն կարողանանք հասկանանք թե մենք պոտենցիալ քանի դոնոր ունենք եւ դրանից հետո պետք է շատ ոչ ուշ շատ շուտ գնալ հաջորդ քայլին արդեն օրգանների վերցնելու process-ին որովհետեւ նայեք շատ մի քիչ շատ բարդ ոլորտ է բայց ես ասենց ասեմ որպես մարդ ոչ թե որպես բժիշկ եթե մարդ կորցնում է իր հարազատին ու sense տնենց եթե արդեն անդարձելի process է շատ ավելի հոգեբանորեն հեշտ է պատկերացնել եթե իր հարազատի օրգանը ինչ որ միտեղ ապրում է դեռ օրինակ տեսեք ասում ենք 91-ից 95 թվականներին իրականացված երիկամի փոխպատվաստման դեպքերից երկուսի մոտ այդ օրգանները մինչև հիմա գործում են իսկ այդ մարտիկ չկան արդեն բայց իրանց մասնիկը կա եւ ավելին ասեմ այս ոլորտում շատ հետաքրքիր գիտական աշխատանքներ են իրականացրել որ մարտիկ որտեղ շատ երկրներում չգիտեն ով է իրենց դոնորը դա տենց որպեսի հոգեբանական խնդիր չառաջանա իրանք որ ստանում են դիակային օրգան չգիտեն դոնորը աղջիկա տղա
տարիքը, որտեվ կարող է ինքը խնդիր առաջանա եւ հոգեբանական խնդիր առաջանա, իրանք անդադ այդ ծանր ինֆորմացիան դժվար է տարբեր մարդիկ տարբեր ձև են երեխա է անգել մեքենա հետակ մահացել շատ ծանր կլինի որ մտածես երեխաները բայց կողքից դե բնականաբար այդ ինֆորմացիան ովքեր որ անում են այդ փոխպատվաստումը եւ ովքեր որ շփվում են այդ կոորդինացիոն կենտրոնների հետ այդ ինֆորմացիային տիրապետում են դա գաղտնի ինֆորմացիա բայց շատ հետաքրքիր բաներ ա լինում որ օրինակ մարդը որ ինքը երբևիցե կյանքում գիրք գրելու կամ բանաստեղծություն գրելու չի ունես է հակում եւ իրան տեղադրել են օրինակ մի անատի երիկամ սիրտ կամ թոք որը գրող է եղել ու սկսել է ինքս իր մոտ առաջանում են սկսում է գրել դրանից հետո շատ հետաքրքիր բաներ կան հա ու ես Բելգիայում երբ որ այդ հերթական վերապատրաստումներից մեկն է անցնում 2008 թվականին երկու տենց հետաքրքիր զեկույց եղավ մեկը այդ զեկույցն էր որը որ ներկայացնում էին հետաքրքիր ոչ միայն դες մի օրինակը բերեցի տարբեր տենց բաներ ուսումնասիրությունները ցույց էին տվել եւ երկրորդն էլ որ ուսումնասիրություն էին արել որ արդյոք մարդիկ ուզում են մեծամասնությունը կուզեին վերջի իմանային թե իրենց դոնորը ով է եղել եւ մեծամասնությունը նշել էին որ իրանք չէին ուզի որ իմանային իրենց դոնորը ով է եղել այսինքն դա է շատ բարդ է փոքր երկիր է Հայաստանը բայց պետք է կազմակերպել որ դա լինի բացարձակ գաղտնի մարդը չպետք է կապ ունենա այն մարդու հետ որը որ ստացել է հարազատ մարդը այդ նկատի ունեմ իրար հարազատները ամեն դեպքում չպետք է կապ ունենան որովհետեւ շատ տարբեր հարցեր կարող առաջանան սկսած օրինականից մինչև անօրինական այո սկսած օրինականից մինչև անօրինական բայց վերջի արդեն կարծում եմ այն հազարամյակներին դառնա հասել որ արդեն ամոթ է մտածել որ մարդիկ կարող է ուղղակի շահի համար այնպես խոսակցություններ լավ որտեղ լինում էլի որ բայ եթե դիակային դոնորից վերցնեն օրգաններ կարող է հանգարց չլինի մարդը մահացած չլինի ու հնարավորություն լինի իրան փրկել բայց չփրկեն ինչա թե որ անեն փոխպատվաստումներ դա բացառվում է որովհետև իրականության մեջ դա խիստ վերահսկելի process է այսինքն դա մեկ հոգին չի որոշում դա հատուկ հանձնաժողովներ են ստեղծում եւ իմիջիայլոց շատ անգամ այդ հանձնաժողովը ստեղծվում է այլ կենտրոնում մի քանի կենտրոնում այսինքն եթե այդ նմանատիպ իրավիճակով ունենք մի դիակային ուղեղային մահով կնենք մի պացիենտ օրինակ մեկ ինչ որ հիվանդանոցում տեղ գործող խումբը չի կարող ախտորոշումը իրականացնել նախնական ախտորոշումը կարող է բայց վերջնականը պետք է դրսից այլ կենտրոնից գան եւ չի բացառվում որ տարբեր մասնագետներ օրինակ նյարդավիրաբույժ կամ նյարդաբանը գա մի կենտրոնից ինտենսիվ թերապիայի մասնագետը մյուս կենտրոնից այնց էլի այսինքն դա շատ ճիշտ է իրականում այնտեղ շատ ճիշտ է որ ինքը անկախ լինի այո անկախ լինի Եվ գրեթե իրականության մեջ երբ որ շփվում ես հասկանում ես արդեն որ այդ երկրներ դու այցելում ես համակարգի հետ ծանոթ ես հասկանում ես որ արդեն իրանց մոտ այնքան շատ է արվում ու այնքան իրանք հեռու են այդ հրաժարվելու անգամ process-ից հիմա Հայաստանում անգամ երևի չգիտեմ տեղակ չէ կլինի բայց մեր օրենքն հենց է որ մարդ պետք է գնա գրի միտեղ այդ տեղը հələ որ չկա այդ համապատասխան որ ինքը հրաժարվում է դոնոր լինելուց որովհետև կոչվում է presumptive согласие ռուսերեն presumed consent որ մարդը ի սկզբանե ինքը համաձայն է օրինակ տեղեր կան օրինակ Միացյալ Նահանգներում երբ որ դու ստանում ես վարորդական իրավունքը հարցնում են ու մեջը վարորդական իրավունքի տակը նշված է դու պոտենցիալ դոնոր կարող ես լինել թե չէ բայց ամեն դեպքում պետք է հարազատին հարցնել դա էլ տարբեր երկրներում տարբեր ձևով է իրականացնում օրենքը տարբեր ձևով է կան նայած օրենքի տիպ որ եթե ինքը արդեն իր ցանկությունը ուզել է որ ինքը դոնոր լինի բացարձակ կարողություն չկա որոշ մեկից հարցնելու հարազատներից մեր երկրում օրինակ անկախ նրանից որ դու քո ցանկությունը համաձայնություն տալիս ես բայց ամեն դեպքում հարազատներից պետք է ստանալ թույլտվություն այո դա մի process է որ պետք է անցնել բայց ես հույսով եմ որ իրականում հա եթե անցնենք շատ լավ կլինի մեր բժշկության զարգացման համար մեծ առաջընթաց կլինի որովհետև
Հայաստանում ափսոս է էլի, որ պացիենտը հելնի գնա մի հատ ուրիշ երկիր, Գերմանիա կամ բան, անի այդ պատվաստումը ու հետ գա կամ հետ չգա ու Հայաստանից միշտ էլ դժգոհ լինի, այն դեպքում երբ որ կարելի է դա կազմակերպել տեղում, էլի։ Իհարկե։ Ու ուղղակի հայկական մենտալիտետը մի քիչ շատ բարդ է։ Հիվանդի հարազատների հետ աշխատանքը դուք հատկապես որպես մանկական վիրաբույժ երեխեքի հարազատների հետ աշխատելը շատ ավելի բարդ է, բայց ամեն դեպքում մարդկանց համոզել, ներդնել, այդ մեծ sense ինստիտուտներով պետքա աշխատել։ Ինչքան շուտ սկսենք, այնքան շուտ կհասնենք էլի միտեղ։ Երբ երիկամի փոխպատվաստումը չէր արվում տենց ռուտին, ոչ մեկ չէր մտածում, որ դա կարող է իրականանալ լինի Հայաստանում, երբ որ լյարդի փոխպատվաստումը չէր իրականացվում, բայց տեսեք, որ արդեն սկսել են ծրագրերը, եւ ոչ միայն դա, շատ ծրագրեր կան, որ երբևիցե չի արվել, մի օր սկսում են դա էլ կլինի, որ շատ չի ուշանա ծրագիրը, որովհետեւ մարդիկ ուղղակի տուժում են եւ ցավոք որոշ դեպքերում անգամ մարդիկ մահանում են այդ համապատասխան, եթե երիկամի այսինքն քրոնիկական երիկամային անբարության դեպքում մարդիկ երկար տարիներ կարողանում են հեմոդիալիզ ստանալ, լյարդի անբարության կամ սրտային անբարության դեպքում ցավոք իրանց ապրելությունը շատ կարճ է խնդրով։ Դրա համար միակ տարբերակն է արդեն իրանց համար դառնում փոխպատվաստումը։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես որպես հայկական բժշկական համայնքի ներկայացուցիչ ակտիվ քարոզում եմ, որ դա լինի։ Շատ կարևոր է փոխպատվաստումները, իրոք շատ կարևոր են։ Սկսած ոչ միայն բանից ներքին օրգանների, նաև մաշկի փոխպատվաստումները, որտեղ մենք դեպքեր ունեցանք, հիմա Այրվածքաբանության ազգային կենտրոնում արդեն արվում է, պլաստիկ վիրաբույժները անում են այդ մաշկի փոխպատվաստումներն արցախյան դեպքերից հետո, պայթյունից հետո, եւ շատ կարեւոր է, որ տեղում կայացած ինստիտուտներ ունենանք, որ կարողանանք այդ ամեն ինչը անենք, ու շատ ուրախ եմ, որ հիմա զբաղվում եք այդ հարցով ակտիվ, օրենսդրական կարգավորումներ, բարդ է լինելու, բայց որ լինի, շատ հրաշալի կլինի։ Շատ մինչալուց մենք բացենք այն առումով, որ մենք չենք երբևիցե ձգտել միակա լինել, հակի տենց է ստացվել։ Հակի ստացվել է, որ սկսել ենք մանկությունից, հիմա շարունակում ենք մեծել, որտեվ այլ ալտերնատիվ տարբերակը չկա, բայց երբ որ լինեն արդեն դիակային դոնորներ, մեկ տեղով չի լինի իրականացնել, պետք է զարգացնել մյուս կենտրոններում նաև նույնպես, որպեսզի զուգահեռ, որտեղ պատկերացնում եք, արդեն մեկ դոնորի դեպքում պետք է արդեն մեկ կլինի կամ գաղալի արդի փոխպատվաստում արվի, մյուսում երիկամի, 2 հոգու, որտեղ 2 երիկամ է, մեծ ծրագիր է դա, սրտի փոխպատվաստում, եւ բոլոր մասնագետները մենք ունենք արդեն թիմ, որոնց հետ աշխատանքային խումբ ունենք, որոնց մեջ մտնում են նաև կարդիովիրաբույժներ, հեպատոլոգներ, ընդհանուր վիրաբույժներ, որոնք որ մասնակցում են բոլոր այս process-ներին եւ իրանք էլ ներգրավված են։ Հիմա մոտակայքում նոյեմբեր ամսին սպասվում է այցելությունը այդ Լոնդոնից, Անգլիայից մասնագետների, որոնք որ հենց զբաղվում են մեր տիպի երկրներում, այսինքն զարգացող երկրներում դիակային փոխպատվաստման ծրագրի ներդրումով եւ իրենց հետ հենց արդեն պետք է կետ առ կետ գնանք առաջ, որտեվ բացերը պետքա ծրագրավորված, կառուցողական լրացվի, որտեվ դա բարդ process է ավելի, քան կենթանի դոնորից վերցնել օրգանը։ Իսկ ո՞նց եք դուք հասցնում այս ամեն ինչի հետ ապրել նաև, որտեվ մասնագիտությունը շատ ծանր է, շատ լուրջ գործ եք անում եւ անձնական կյանքը հնարավոր է որ տուժի այս ամեն ինչի հետ կապված։ Ո՞նց եք դուք կարողանում ճիշտ կազմակերպել այդ ամեն ինչը։ Ընտանիքը գոհ է արդյոք։ Հուսով եմ որ գոհ է։ Հուսով եմ որ գոհ է, բայց հասնում եմ։ Հասնում եմ երեխաներով էլ զբաղվել, ընտանիքով զբաղվել, շատ կարևորում եմ այդ ամեն ինչը, որովհետև այլ կերպ չի լինի, որտեղ իրանք կարիք ունեն իրենց հոր եւ գինս իրեն ամուսնու եւ գիտեք իրականության մեջ կողքից ավելի բարդ է թվում, քան իրականության մեջ սովորում ես այդ ամեն ինչին, այդ ռիթմին, սովորական բան է դառնում, քո ապրելակերպն է, որտեղ պետք է ամեն օր լինես
այսպես ասած կապի մեջ քո հիվանդների հետ, քո հիվանդանոցի հետ, քո կենտրոնի հետ, որովհետև հիվանդությունը նես չի որ ասես դե գիտես ես այս ժամից հետո արդեն բժիշկ չեմ։ Բժիշկ ես, ուրեմն բժիշկ ես, միշտ ես, միակ տեղը որ բժիշկ ես կարող արձակուրդի տեղում է որ շատ հեռու ես, եթե շատ հեռու ես, եղել է որ ես արձակուրդի մեջ եմ եղել, բայց մեկը հիվանդանոցում եմ եղել, խնդիրը այդ արծարումով պարզ է էլի ինքը որ բժիշկը, ես բացարձակապես չեմ նեղվում այդ ծանրաբեռնվածությունից։ Դե լավ է, իսկ երեխաները ուզում են բժիշկ դառնան։ Գիտեք հիմա որ հարցնում ենք, մեկ ասում են որ ուզում ենք, աղջիկս ասում է որ ես ուզում եմ սրտի բժիշկ դառնալ։ Դե բայց ուղղակի փոքր են իմ երեխաները 7, 10 եւ 11 տարեկան են։ Հիմա տենց ինձ մոտ փոփոխական շրջան է լինում անդադ, բայց ես վստահ եմ որ իրանցից գոնե մեկը դառնալու է բժիշկ, որովհետեւ իրանք էլ ոնց որ ես էի փոքր ժամանակ մենակ բժշկությունից դասում, հիմա կինս էլ ատամնաբույժ է, ինքն էլ բժիշկ է, իրանց այդ խոսակ այդ պացիենտների հետ խոսալը, քննարկելը, անընդհատ իրանց մոտ այդ խոսակցություններն է, իրանք այդ անընդհատ լսում են, կարծում եմ որ ուղղակի պետքա սեր առաջանա, կարծում եմ կլինի, եւ ես ոչ մեկին չեմ պարտադրել որ բժիշկ դառնան, բայց որ բժիշկ դառնան կուզեմ։ Որտեւ դա պարադոքս է, էլի շատ բժիշկներ որ դառնում են բժիշկ, ասում են, չէ, մենք չենք ուզում որ մեր երեխան բժիշկ դառնա, անցնի ճանապարհ։ Այդ գիտեք ոնց է, միշտ ես ժամանակ առ ժամանակ անգամ են ամենաբարդ վիրահատությունից հետո որ շատ երկար է տևում ու շատ հոգնած ես լինում, ասենք առավոտը, չգիտեմ, 9-ից սկսել ես ու արդեն երեկոյան 9-ից կամ 10-ին դուրս ես գալիս վիրահատությունից, շատ ցավալի վիրահատությունից հետո, եթե այդ հարցին պատասխանը տալիս ես որ հիմա եթե վաղը նորից ընտրելու հարց լիներ, ինչ կուզեի դառնայի, ու նորից դու ընտրում ես բժշկությունը, արդեն այդ պարագայում արդեն հասկանում ես որ իրականության մեջ դու միանշանակ բավարարած ես քո մասնագիտությունից եւ դրա համար ես պատկերացնում եմ որ շատ բարդ է ինքը, շատ պատասխանատու է իրականության մեջ, եթե կախված է թե մարդը ինչ է ուզում, ինչ սպասելիքներ ունի, իր համար կյանքը ինչ փիլիսոփայություն ունի, կյանքի փիլիսոփայությունները տարբեր են, մարդկա սիրում է, չգիտեմ, շատ փող օրինակ, ուրեմն ինքը բժիշկ չպետք է դառնա, որովհետեւ ինքը ավելի լավ է բիզնեսով զբաղվի, որովհետև պիտի բժշկությունը, այո, պիտի բժշկությունով գումար աշխատես, որ կարողանաս ընտանիքդ պահես, բայց ինքը շատ փող ունենալու մասին չի։ Ինքը այդ մասնագիտությունը սիրելու ու այդ մասնագետ լինելու մասին է, ու մարդկանց օգնելու մասին է։ Որովհետև դու չես կարող մարդկանց հիվանդության վրա փող աշխատել։ Այսինքն դու չպետք է ուրախանաս, որ մարդը հիվանդ է, որ դու բուժում ես, փող ես աշխատում։ Դու դառնում ես բժիշկ, որ մարդկանց բուժես։ Այո, նաև գումար ես աշխատում, որովհետև դա վարձատրվում է։ Բայց այլ կերպ չի լինի։ Բայց ամեն դեպքում մի խոսքով իրանք ինչ ուզում են թող դառնան երեխաները, բայց եթե հանգարց մեկը բժիշկ դառնա, ես որովհետև էմոցիոնալ բաներ կա, կողմ կա։ Այսինքն, երբ որ դու մի բան անում ես, առօրյա կամ վերես կամ պիտի գնաս աշխատանքի, դու արդյոք ուզում ես գնաս, թե դու չուզելանալով ես գնում աշխատանքի։ Հիմա ես ամեն օր ուզենալով եմ գնում աշխատանքի։ Այսինքն ես ուզում եմ որ այդ զգացողությունը, եթե որից մեկը իմ երեխաներից սիրի, ինքն էլ վայելի այդ զգացողությունը։ Կամ այն վայելքը, որ հիվանդին բուժում ես, ստանում ես այդ էմոցիոնալ զգացողությունը, այդ որ դու բուժեցիր, նմանդ եթե ինքը շատ հազվադեպ ու շատ բարդ խնդիր է, որ շատ քչերն են կարողանում այդ իրավիճակում բուժել այդ հիվանդին, դա ճիշտ է շատ էներգիա է տանում, ժողովրդի ասածով կյանքից այդ մի մաս տանում է, բայց դրա հետ մեկտեղ ահավոր մի ուրիշ ձև էներգիա տալիս, որովհետև այլ մասնագիտության մեջ այդ էներգետիկան չկա իրականության մեջ։ Ես այլ մասնագետ չեմ եղել որ հասկանամ, բայց չեմ կարծում էլի նմանատիպ ինչ որ էմոցիա լինի, որ դու տանջվես, դու զգաս, բայց կոմեջ հայելի տենց ուրախանաս ապարտանաս ինքդ քեզնով անգամ, այո, կամ բժշկության մեջ չկա մի բան, որ դու մենակ ես անում, դա թիմային աշխատանք է։ Երբևիցե ու դա իմ ուսուցիչներն են միշտ սովորացել, որ ասում են մի ասա ես, որովհետև դու մենակը դու ոչ բան չես կարող անես իսկականից։ Եթե անում ես, ուրեմն թիմն է անում։ Ցանկացած բան։ Կարող է վիրաբույժը դու ես, բայց
թեմային աշխատանք է, եթե չունենաս լավ բուժքույրը չլինի ոնց է, այդ գործիքները ով է տալու, մայրապետը չլինի ով է, այդ ստերիլ վիճակում արդեն ստերիլով է ձեզ օգնել։ Բժշկության մեջ չկա մարուկ։ Այսինքն, եթե մի օղակը լավ չաշխատեց, քո գործը լավ չի լինի։ Բոլորը լավ լինեն։ Համաձայն եմ։ Հիմա վերջին հարցը տամ։ Եթե դուք գնայիք հետ, հանդիպեիք երիտասարդ Սերգեյ Պաբլոյանին, ով որ նոր ավարտել է բժշկական համալսարանը, իրան ինչ խորհուրդ կտայիք, կամ ինչ որ մի բան կփոխեիք։ Գիտեք, ասեմ, այո։ Այո։ Կփոխեի, չնայած հիմա եմ ասում, որ կփոխեի, բայց այն ժամանակ իհարկե մարդ երբ որ երիտասարդ է լինում, իր կյանքում շատ բաներ կա, որ անում է պիտանի եւ անպիտանի։ Հիմա ուղղակի ես գիտակցելով արդեն հասնելով ինչ որ կետի, ասում եմ, որ ավելի անպիտանի բաներից կհանեի, ավելի պիտաներին կսարքեի, բայց նաև իրականության մեջ այդ դրան համ ես ասում եմ, որ այո կասեի, բայց դրա հետ նաև հասկանում եմ, որ մարդը եթե երբ որ երիտասարդ է, ինքը նաև երիտասարդություն էլ անե։ Այսինքն ես երևի թե կուզենայի, որ կրթությունը էլ ավելի լավ ստանայի, այսինքն եթե հնարավորություն ունենայի միանգամից դրսում ընդունվեի։ Չէ, ես մեր բժշկական համալսարանը ինքը լավ կրթություն է տալիս, բայց հնարավորություն ունեի, քանի երիտասարդ էի, քանի ամուսնացած չէի, քանի պատասխանատվությունը երեխաների չկար, ավելի շատ դուրսը սովորեի, ավելի շատ գնայի ինչ որ նորություններ սովորեի, որ բայց հիմա ինչքան որ ասել եմ այդքան եմ արել ու շարունակում եմ ես հիմա իհարկե դա չի կանգնել այդ process-ը բայց արդեն երկար ժամանակներով չես կարողանում գնալ արդեն առաջ կարողանում եմ 3 ամսով 6 ամսով 4 ամսով հիմա արդեն տենց չի ստացվում համ պացիենտների առումով որտեվ կարիք ունեմ պետք է դինես տեղում որ իրենց բուժես համ էլ ընտանիքդ քո կարիք ունի միանշանակ բայց ինչ խորհուրդ կտայիք որ մի հատ խորհուրդ որ կտայիք Սերգեյ Պաբլոյանին ու նաև էս երիտասարդը որ նոր ավարտել է երիտասարդներին խորհուրդ կտայի որ եթե ավարտել են ու ընտրել են բժշկությունը ուղղակի սիրեն ու շատ զբաղվեն իրենց մասնագիտությունով հետո իրանք կստանան այդ կյանքի հատդաչան այսպես ասած հա իրանց այդ մասնագիտությունից եւ խորհուրդ կտայի որ երբևիցե չմտածել որ ինքը բիզնես է այլ եթե ընտրել են բժշկությունը դառնան լավ բժիշկ ձգտեն ամեն ինչ անեն չծուլանան չմտածեն կյանքում որ իրանք ամեն ինչ գիտեն որովհետեւ երբևիցե ոչ մեկ չկա մարդ որ ամեն ինչ գիտի անընդհատ աշխատեն իրանք իրանց վրա ամեն օր ու տենց ինձ թվում է արդեն բան կդառնան հա միանշանակ չէ միանշանակ կդառնանք լավ մարդ ինքը իր վրա աշխատի որ հասնի ինչ-որ մի բանի շատ լավ շատ շնորհակալ եմ ձեզ այսօրվա հիանալի զրույցի համար իրականում շատ հետաքրքիր էր Դուք շարունակում եք հետևել մեր ալեքին, պարտադիր բաժանորդագրվում եք, զանգակի կոճակը սեղմում եք, մեկնաբանություններ եք գրում եք ձեր ցանկացած բժիշկներին, որ կուզենաք մեզ մոտ տեսնել ու անպայման տարածում եք տեսանյութերը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն եւ ավելի շատ երիտասարդներ ուզենան դառնալ լավ բժիշկ։ Ցտեսություն։